ցույց տանք։ Էդուարդ Աղաջանյան։ Շնորհակալություն։ Պարոն Վարդևանյան, դուք գիտեք, որ օրենքով նախատեսված է, որ ազգային ժողովի նախագահությունը բաղկացած է 4 պատգամավորներից, որոնցից 1 ազգային ժողովի նախագահն է եւ 3 տեղակալներ, եւ օրենքով սահմանված է, որ այդ 3 տեղերից 4 տեղից 3-ը հատկացվում է իշխանական ֆրակցիությանը, սա օրենքով նախատեսված դրույթներ են եւ ձեր ֆրակցիան դեմ է քվեարկել մեր բոլոր տեխնացուներին եւ տրամաբանական է եւ բարձ բոլորից, որ եթե մենք ձեզ դեմ քվեարկենք, ըստ էության կառաջանա ճգնաժամ եւ չեք կարծում արդյոք, որ ավելի սոլիդար կլիներ հաշվի առնելով, որ մենք ուզած պետք է ձեզ քվեարկենք հակառակ պարագայում խնդիր առաջանալու, դուք եւս մեր տեխնացուներին կողմ քվեարկեիք։ Սա առաջին հարցը։ Երկրորդը, ես այս հարցին անկեղծ ասած չէի անդրադառնա, եթե ձեր թիմակից պարոն Աբրահամյանը եւս մեկ անգամ քաղաքական պատասխանատվության նոր նշաձող չսահմաներ, հերթական անգամ ասելով, որ ձեր թիմակիցները ինչ որ արտահայտություններ են արել, որոնց համար ես հույսով եմ, որ հրաժարական կտան։ Եթե սենց այս նշաձողն է սահմանվում, իհարկե պարոն Ղազարյանը կունենա հնարավորություն իր ասած արտահայտության համար պատասխան տալու, ես ձեզ եմ ուղղում, ես 3-4 օր առիթ ունեցա ձեր խմբակցության ղեկավարին այս հարցը ուղղել, հիմա առիթ ունեմ ձեզ եմ ուղղում այս հարցը։ Միթե բավարար սկանդալային չէ այն հայտարարությունը, որը պարոն Ղազարյանը արել է, որպեսզի ոչ միայն հրաժարական տա, այլ ընդհանրապես ի սկզբանե չհայտնվեր ձեր ցուցակում։ Ես ուզում եմ հասկանամ, սա ինչ մեսիջ է հանրությանը, երբ որ այս մարդը հայտնվում է ձեր ցուցակում եւ հայտնվում է ազգային ժողովում եւ արդյոք եւ միգուցե դուք ընդհանրապես այդ պահի չեք իմացել, որ ինքը այս հայտարարությունը արել է, միգուցե սա էլ է տարբերակ այս հարցին է պատասխանել։ Շնորհակալ եմ։ Անդրադառնամ երևի թե պարոն Էդգար Ղազարյանի կողմից արված հայտարարությանը։ Կարծես թե նշված հայտարարությունը արվել է 2 տարի առաջ, արվել է այն ժամանակահատվածում, երբ Էդգար Ղազարյանը առնչություն չի ունեցել ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի հետ, ոչ էլ խմբակցության։ Այս բոլոր դեպքերում ես կռահում եմ, երևի թե հաջորդող հարցերից մեկն էլ նաև այդ իմաստով կհնչեցվի։ Ես մի քայլ առաջ կամ հետևյալը կասեմ։ Ինձ համար սուր ցնցող, տարընկալում որևէ կերպ ենթադրող արտահայտությունները, հայտարարությունները ընդունելի չեն։ Ընդհանրապես։ Եթե դուք նշված նախադասությունը ներկայացնում եք այնպես, ինչպես ներկայացնում եք եւ սուբյեկտիվ ընկալումը փորձում եք դիտարկել, որ իբրև Էդգար Ղազարյանը նման բան է ասել, թեև ինքը հանձնառությունը ստանձնել է, որ դրա վերաբերյալ իր դիրքորոշումը կներկայացնի, բայց եկեք այսպես մոդելավորեմ իրավիճակը։ Եթե Հայաստանի Հանրապետության զինված ուժերի որևէ զինծառայող կա, որը այդ հայտարարությունից նույնիսկ 5 կամ 10% նեղսրտել է, ես ինքս դրա համար ներողություն խնդրեմ։ Ես սիրով ներողությունը խնդրեմ, բայց մի հատ բան էլ առաջարկեմ։ Առանց որևէ քաղաքական, այսպես ասած, մարտավարական ձևի։ Եկեք այդ մոտեցմանը հենց տենց էլ նայենք այլ դեպքերում եւս։ Օրինակ, ներողություն խնդրել զոհված զինծառայողների ծնողներից, որոնց ոստիկանության բավականին հաղթանդամ մեծ ձեռքերով եւ գլխով ոստիկանները ոտու ձեռք արած հանում են եռաբլուրից։ Եկեք ներողություն խնդրենք այն իրավիճակի համար, երբ Նիկոլ Փաշինյանը, որը այլևս դա չարեց, ասում էր, բա ինչի համար դուք չեք զոհվել։ Այս նախադասությունը պարզ է, չէ՞, որ ինքը սուր, ցնցող, սուր, տեղ-տեղ վիրավորական, բացասական էմոցիա առաջացնող արտահայտություն է։ Եկեք նույնն էլ դուք արեք։ Տեսակ, չէ, ես չեմ արել, չէ՞, այդ արտահայտությունը, բայց ես այդ դժվարությունը չունեմ բառերը ասելուց։ Որովհետև եթե խոսում ենք մեր հայրենակիցներից որևէ մեկի նեղվածության մասին, ներողությունը դժվար բան չի, թող դա լինի դժվարությունը, ժողովուրդ ջան, թող դա լինի դժվարությունը, իսկապես նույնիսկ թող դա լինի հավաքական մաղթանքներից մեկը, թող Հայաստանի Հանրապետությունում այլևս դժվարությունը լինի
Ներողություն խնդրել, չխնդրել։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն Վարդևանյան, ողջունում եմ, որ դուք պատրաստական եք ներողություն խնդրել ձեր գործընկերոջ համար, այնուամենայնիվ ակնկալիքս ամենևին դա չէր, ես ուզում եի հասկանալ տրամաբանությունը, թե ոնց է ինքը հայտնվել ձեր ցուցակում։ Երկրորդը, ինչ վերաբերվում է մեր քաղաքական թիմի անդամների կողմից հնչած տարատեսակ հայտարարություններին, ես կարծում եմ նախ համեմատելու եզրեր ուղղակի չկան, եւ եթե խոսում ենք կոնտեքստից կտրելու մասին, երկու տեսանյութերը առկա են եւ մեր հանրությունը կոնտեքստներին երկուսին էլ կարող է ծանոթանալ։ Եվ եւս մեկ հարց օգտվելով հնարավորությունից, պարոն Վարդևանյան, նախընտրական քարոզարշավի ընթացքում մի ձևաչափ կար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, որը կոչվում էր կառավարության նիստ, չգիտեմ, ուժեղ կառավարության նիստ կարող է, որտեղ դուք եւս մասնակցում եք, մասնավորապես այդ հայտնի Հակասաֆարովյան օրենքը դուք եք զեկուցել այդ կառավարության նիստի ժամանակ եւ ուզում եմ, եթե թույլ տաք եւս կես րոպե, պարոն Ռուբինյան, եւ հարցս հետեւյալն է. արդյոք 300,000 ադրբեջանցիների վերադարձի այդ թեման ծնվել է այդ ձևաչափով, արդյոք դուք մասնակցել եք այդ քննարկումներին եւ արդյոք այդ տեսահոլովակների բովանդակության մեջ դուք մասնակցություն ունեցել եք։ Տեսահոլովակներից որևէ մեկի բովանդակության մեջ բացառությամբ այն դեպքերի, երբ տեսահոլովակում օրինակ ես կամ այլ դեպքերում առնչություն չեմ ունեցել։ Օրինակ մենք բարձեցինք, որ պարոն Ալեքսանյանը ունեցել է առնչություն, նույնիսկ հենց առաջնային պատասխանատուներից է եղել քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեսահոլովակների տեսանյութերի, իմ վերաբերյալ նման տեղեկություն լավ է կամ վատ է չեմ կարող հայտնել։ 300,000 ադրբեջանցիների հետ կապված հարցը շատ հետաքրքիր է, որ ազգային ժողովի նիստերի դահլիճում նույնիսկ առաջինը մենք դրա մասին չենք խոսել, առաջինը դուք եք դրա մասին խոսել, քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները, բայց մի հետաքրքիր մարտավարությամբ անպայմանորեն գալիս եք դրա մասին խոսում եք ու ասում եք սրա մասին չի կարելի խոսել։ Անկեղծ, դա նման այն դեպքերի, երբ օրինակ падգամավորը գալիս է պատրաստված ելույթի տեքստով, ասում է ես այսօր ելույթ չէի ուզում ունենալ, բայց ստիպված եմ ելույթ ունենալ, բայց պատրաստի տեքստով է եկել։ Հիմա գիտեք, բազմաթիվ նման դեպքեր կան։ Կամ որ ասում են ինձ գրել են բազմաթիվ քաղաքացիներ, բայց ոչ մի քաղաքացի չի գրել։ Արգելի գործընկերներ, մի պարզաբանում մտցնեմ, պարոն Աղաջանյան, քանի որ ասացիք ուզենք, չուզենք, ձեզ պիտի ընտրենք, ըստ կանոնակարգի այդպես չի, որովհետև ըստ կանոնակարգի ցանկացած նախագահի տեղակալի, լինի դա մեծամասնության ներկայացրած տեխնացուն, թե ընդդիմության ներկայացրած տեխնացուն, կարելի է ընտրել եւ կարելի է չընտրել եւ երկու դեպքում էլ ոչ մի ճգնաժամ չի առաջանալու։